Սիրենես Աստված օրհնե քեզ։ Գիտես մի խոսք կա սրտիս մեջ, որ ուզում եմ փոխանցեմ հենց քեզ։ Առաջինը՝ չհազնվիս։ Չհազնվիս։ Միգուցե հիմա դու անցնում ես դժվար ժամանակներով, միգուցե հիմա դու այսպես նայելով քո կյանքիդ մտածում ես, որ վերջ։ Իմացի, այն ինչ որ սատանեն տոճկա է դրե, Աստված այս ամեն մեծ տոճկեն դարձնում է ստորակետ, ու էլի քեզ Աստված տալիս է հնարավորություն, ժամանակաշրջան նոր, կարողություն, իմաստություն, որ գնաս առաջ։ Ու գիտեք, ուզում եմ հիշացնել հին ուխտից մի տեղ։ Գրված է, երբ որ Աստված Իսրայելին դուրս հանեց Եգիպտոսից, իրա կանապատով գնում էին դեպի Քանան։ Ու ժամանակ առ ժամանակ բարձրանում էր տրտունջ դեպի Աստված, բարձրանում էր տրտունջներ, դժգոհություններ, անվստահություն, անհավատություն էին դրսևորում Աստծո առաջ։ Ու գրված ասում է, եւ Աստված ուղարկեց թույնավոր օծերին։ Թույնավոր օծերին ուղարկեց, որովհետեւ նրանք ովքեր մեղք էին գործում, օծերը նրանց կծում էին ու նրանք մահանում էին անապատի մեջ։ Ու Մովսեսը եկավ Աստծո առաջ ու սկսեց աղաչել, աղոթել Աստծուն, որովհետեւ Աստված ելք տա։ Ու Աստված մի ելք տվեց։ Ասեց Մովսես, պղնձից օծ կսարքես, կբարձրանցնես վերև։ Եվ նրանց, ում որ օծը կխայտի, կասես թող գան, նայեն այս պղնձի օծին եւ նրանք կլինեն բժշկված։ Գիտեք, սրա գերբնականն ու հրաշքը ինչի մեջն է, սիրենես։ Առաջինը, երբ որ օծը մարդուն խայտում է, մենք շատ լավ գիտենք, որ ինքը պիտի չշարժվի, որովհետև երբ որ ինքը շարժվում է, իր այս այրան աշխատանքը ավելի շատ է արագանում իր մարմնի մեջ եւ արյունը գնալով պնդանում է, պնդանալով արյունը մարդը մահանում է, սիրտը կագնում է։ Բայց գիտեք ինչն էր Աստծո լուծումը սրա, գերբնական են հրաշքը։ Աստված ասում էր, երբ որ օծը կծեց, չկագնիս, հենց կագնար կմեռնիս։ Այս աշխարհային ճիշտը, բժշկությունը ասում է, որ դու պետք է կագնիս, ինչի, որ արյունդ չպնդանա, բայց Աստված ասում է, դու պետք է չկագնիս, որ արյունդ չպնդանա։ Բժիշկներն ասում են, դու պետք է կագնիս, բայց Աստված ասում է, դու պետք է շարժվիս։ Գիտեք, սիրենես, ինչն է ուժեղ։ Աստված տալիս է գերբնական սվերխիստեսվնի, տալիս է ինքը լուծումներ մեր խնդիրներին։ Քանի դեռ դու քայլում ես, դու հնարավորություն ունես բժշկվելու։ Քանի դեռ դու գնում ես դեպի այս արձանին, այս պղնձի, դու կարաս բժշկվես։ Հենց կագնար կմեռնիս, չկագնիս, գնա առաջ։ Միգուցե այսօր ամբողջ աշխարհը գոռում է ու ասում է. «Կագնի, դու ամոթով մնացիր, դու խայտարակվար, քո մոտ ոչ մի բան չստացվավ»։ Ես չգիտեմ այս խոսքը ում համար է ուղված, սիրելիս, բայց խնդրում եմ, որ վերցնես այս խոսքը որպես երկնքից խոսք քեզ։ Գնա առաջ, չհազնվիս։ Ամեն բան քո մոտ կստացվի։ Միգուցե այսօր օծը խայտել է, գնա դեպի Քրիստոս։ Էլի գնա դեպի քո ծածուկ սենյակը։ Էլի գնա դեպի քո ծածուկ աղոթքներիդ ու Աստված էլի քեզ կարող է բժշկի ու վերականգնի։ Աստված քեզանից երես չի թեկե, Աստված քեզ չի ատում, Աստված քեզ ամոթով չի տալիս, Աստված քեզ դատապարտություն քո վրա չի բերում։ Աստված ասում է, ես կօրհնեմ քեզ, եթե դու գաս իմ մոտ։ Ես կբժշկեմ քեզ եւ ինչպես որ Հիսուս Քրիստոսն էր ասում, ով որ գա իմ հոր մոտ, ոչ մեկին իմ հայրս չի դուրս անի, չի վռնդի։ Աստված սպասում է քեզ, մտելի ծածուկ սենյակ, բարձրացած ձեռքերդ, աղաղագե դեպի Աստված, ու Աստված էլի կարող է քեզ գերբնական ծևի բժշկե ու այս իրավիճակից էլի հանե։ Չմտածես։ Այո, միգուցե խայտել է, միգուցե ցավոտ է, միգուցե ես չգիտեմ, դատապարտություն է, ամոթ է, վախ է, հիասթափություն է, ամեն բան դիր կողքի։ Սկսե նոր էջից, Հիսուսի զորավոր անունով։ Քո մոտ ամեն ինչ կստացվի։ Չվախենաս։ Միգուցե ֆինանսներ ես ներդրել, մեկ գործի մեջ ու բանկրոտ ես գնացել, չի ստացվել։ Աստված ասում է, ես քեզ համար ունիմ նոր լուծումներ։
ունի նոր հնարավորություններ, նոր ճանապարհներ, նոր ստեղծագործական մտքեր։ Մտի Աստծո մոտ։ Մտի Աստծո մոտ, տես Աստված քեզ ինչ է ասում։ Միգուցե մեղք ես գործել։ Ես չեմ ասում, որ դու լավ ես արել, դու վատ ես արել, բայց կա լուծում։ Մտի Աստծո մոտ, որ էլի Աստված մաքրե, սրբե, արտարացնե ու էլի բարձրացնե քեզ, սիրելիս։ Սենց էս աշխարհը դադապարտող է, սենց է սատանեն դադապարտող է, սենց է ամեն բան գոռում է, այս աշխարհը ամբողջությամբ խավարի ու անեծքի տակ է, բայց մենք Քրիստոսի ձեռքի տակն ենք, մենք Քրիստոսի շնորհքի տակ ենք, մենք Քրիստոսի պաշտպանության տակ ենք ու մենք լույսի հորից ենք, սիրելիս։ Գնա դեպի լույսը, որ էլի լույսավորվիս։ Գնա դեպի լույսը, որ ստանաս էլի հույս։ Ամեն։ Ես հավատում եմ, որ ամեն բան քո մոտ կստացվի։ Ես հավատում եմ, որ դու կարաս ելնես այս միգուցե շատ խորն է փոսը, բայց դու կարաս բարձրանաս Հիսուսի անունով, եւ ես օրհնում եմ քեզ Քրիստոսի անունով եւ խոսում եմ քո կյանքիդ վրա նոր ժամանակներ, խոսում եմ վերականգնում, խոսում եմ Հիսուսի զորավոր անունով բժշկություն, խոսում եմ նոր թարմ օծություն, այն օծությունը, որ կսովորացնի քեզ ամեն ինչի, եւ ես հավատում եմ, որ Տիրոջ ձեռքը չի կարճացել քեզ փրկելու ու քեզ բարձրացնելու։ Եթե հավատում ես, ասա. այո Տեր, ես հավատում եմ, որ դու ինձ կարաս փրկես։ Ձեռքերդ բարձրացրա դեպի Աստված, դեպի երկինք ու ասա. Տեր օգնիր ինձ։ Տեր փրկիր ինձ։ Տեր, ես հավատում եմ, որ քո ձեռքը չի կարճացել ինձ փրկելու։ Ներիր ինձ, բժշկիր ինձ, մաքրիր ինձ ու տուր ինձ նոր ճանապարհներ Հիսուսի անունով։ Եղիր օրհնված, սիրելիս։ Աստված քեզ շատ օրհնի։